Ապրիլի 6-ն է Կոտայքի մարզում ժողովրդին հայտնի նոր գեղի խաչմերուկում ենք, որտեղ տեսնում եք արդեն լուսակիրների տեղադրման աշխատանքները մոտ 60%-ով կատարվել է։ Երևի օրեր հետո արդեն միացումները կտան ու արդեն այս խաչմերուկը, որը հայտնի է շատերի համար աջապ սանդալ եւ մահաբեր խաչմերուկ, արդեն ավտոմեքենաները կերթևեկեն լուսակիրի արկայության դեպքում։ Հատուկ բնակիչների կողմից շնորհակալություն են հայտնում այն պատասխանատուներին, ովքեր վերջապես երկար ու ձիգ տարիների արդյունքում կյանքի կոչեցին այս գաղափար, իսկ գիտեք, լուսակիրները եղել է սովետական տարիներին, հետո չգիտես ում կարճ խելքով լուսակիրները հանեցին ու այստեղ, ինչպես բնակիչներն էին նշում, անընդհատ ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, ցավոք այդ թվում ողբերգական։ Եվ միայն գյուղացիների խնդրանքին արձագանքեցին, հսկայական աշխատանքներ իրականացրեցին նախկին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, ներքին գործերի նախկին նախարար Ղահե Ղազարյանը, ՆԳՆ նախկին ոստիկանության պետ, ՆԳ նախարար տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ներկայիս ներքին գործերի նախարարը Արփինե Սարգսյանը, ճանապարհային ոստիկանության պետ Նորիկ Սարգսյանը, ճանապարհային ոստիկանության այդ բաժիններից մեկի աշխատակից բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախկին նախարարը Գնել Սանոսյանը եւ ներկայիս նախարարը Դավիթ Խուդացյանը, ինչպես նաեւ նոր գեղի վարչական շրջանի ղեկավարը, այն որ նոր գեղին ոնց որ թե նոր աջնի մեջ է մտնում, բայց նոր աջնի քաղաքապետի հեչ վեճինել չէր, այդ մարդկանց խնդրանքը մի բան աներ։ Հատուկ եմ այդ անունները տալի, շատերը կարող ասեն, թե անունները տալիս գովումը լավ եմ անում, մարդիկ վերջապես կյանքի կոչեցին հազարավոր, ինչի՞ չէ նաև 100,000-ից ավել վարորդների խնդրանքը։